հոգին չգործունցնող ասկը չգործանվի։ Մենք հայերս գիտենք անիկա, բայց գրգին գսեմ սեզը թյուրին չլար, այս եկեցին մենք պահպանած ենք սեզը հետաքրքրական բիդիկա, բայց շատ հաճախ հայերուն թեմ պահպանած ենք։ Հայերը մեծակույն թշնամին դարձած են ժամանակը եկերը իրենց եկեցին, իրենց եկեցականներուն, այս եկեցի մեջ բադրիարքին վրա գրագած են հայերը։ Թուրքերը պահպանած են, հայերը հալածած են իրենց բադրիարքները։ Սուրբ Էջմիածնի մեջ կաթողիկոսը խեղտեցին, հայերը ըրին, հայ համայնավարները ըրին։ Հարյուրներով դաջարներ, մադուրներ, վանքեր գործանվեցան համայնավարության շրջանին։ Հայ համայնավարները գիտեք, Սուրբ Էջմիածնի դաջարը նույնիսկ քանթեր ուզեին, Ստալինին աչքին մտնելու համար Ստալինի գեցուց։ Հայ եկեցին նույնիսկ իրեն թեմ եղող զավակներուն իր թրներ գփանա եւ գքրգեն։ Տարբեր չէ այս օրերունալ նույն պատմությունը գունենանք։ Ինչու, որովհետև եկեցին սերի խոսք ունի իր ժողովրդին։ Եկեցին թարերու այդ առողջ ընտանիքի արժեքները պահպանող, սրբության չափանիշները միշտ պահպանող ցայն ունի։ Մարդկային հաճույքության եւ երջանկության քաղաքները կփոխանցեն։ Եվ այս սատանայական թարուն մեջ հարգավ թե հայերուն մեջ հալթափանցած խավարային ցայները, որ գուզեն նորացեություններուն դակ հայ գական ընտանիքը քանթել, որովհետեւ արժեքները դակն վրա ունել, նոր սերային օրենքներ մեջտեղ տնել եւ այս բոլորը հարաճտիմության անունով ունել։ Հարգավ թե եկեցին իր ցայնը բիդը բարձրացնե, որովհետև իրենք երեկվան դղաներ են, հայ եկեցին 1700 դարվան փորձառություն ունի իր մեջը։ 4000 դարվան միաստվածյան գրոնքի իմաստություն ունի իր մեջը։ Չեն կրնար թյուրին հանցնվիլ աղդոդություններուն որպես սրբություն, չեն կրնար խապպիլ եկեղեցվո վրա թրված ջնշումներուն ընդունել որպես հարաճտիմություն, նորացեություն, մարդկային իրավունք։ Ինչ կլա արդյունքը չեն գիտեր, երբ որ հայ համայնավարները մեկ կքանթեին հայկական դաջարները եկեցին անջար էր, այդպես կերևեր, բայց մեկ բան կմոռնային համայնավարները, ինչպես այսօր եկեցին թեմ գործողները, անոր մեջը գա հարություն արած Հիսուս Քրիստոս, պիտի չգրնան հաղթել անոր, եւ եկեցին ալ պիտի չկարողանան հաղթել, որովհետեւ սավ դերը եկեցիս կհիմնեմ այս հավատքի ժայռին վրա թժողքի թուրները պիտի չկարողանա հաղթել անոր։ Եվ ի վերջո համայնավարները գործվեցան, նոր թարմը սկսավ, եւ կրկին հայերը անդրադարձան իրենց արմատներուն, եւ այդ արմատները նոր ձի ու ծաղիկ տվին այսօր Հայաստանին մեջ գրոնական, քրիստոնեական խոսքը հնչեն։ Եվ այս բոլորին գետրոնը Սուրբ Էջմիածինն է, այս բոլորին սպարաբեդը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Իզուր չէ որ անոր վրա եղած հարցակումները եկեղեցին եւ եկեղեցական արժեքներուն վրա եղած հարցակումներուն գզուկաթիպին։ Գուզան մեր քլուխը վնասել, որբեսի եկեղեցին քեր առնեն գրկին։ Պիտի չխապվենք։ Եկեղեցականները անձնական դգարություններ գրնան ունենալ, ինչպես Սահակ Սրբազանը ունի։ Եկեղեցականները գրնան սխալներու դեղի դալ,
Սահակ բադրիարքինվես։ Բայց բիդե խնդրեմ զանազանել սորվիկ եկեղեցական օրենքներ, կանոններ, սկզբունքներ, գարկաբահություններ, դիդղոսներ, այս բոլորը իզուր չէ թրված, ասոնք եկեղեցին անգործանելի պետականության որակ մը գուտան, ասոնք պետք է պահպանվին։ Սխալ պետական պաշտոնյամը գա ըսելով մենք պետությունը չենք կանթեր, ժամանակը գուքա կսպասենք։ Այնպես որ սիրելիներ, պետք է մենք մեկ ըլլանք, միասին ըլլանք, Սուրբ Էջմիածնի Հովանիին ներքև, անոր քահին վրա բազմած հայրապետին շուրջը միանանք, որովհետև մենք կանչ ունենք, մենք բادرազմ ունենք, եկեղեցու մշակույթան հասկացողները գիտեն, արած են այդ դասերը, Քրիստոսի եկեղեցին երկուքի կբաժնվի։ Ռազմական գրվող զինվորյալ եկեղեցին, որ երկրի վրա է, հոգևոր պատերազմը կշարունակե, երկրորդը ննչեցյալներու եկեղեցին, որոնք հաղթականած են եւ հիմա երկինքի մեջ են հաղթական եկեղեցի են։ Մենք զինվորյալ պատերազմով եկեղեցի ենք։ Պետք է հանուն Քրիստոսի, հանուն արդարության, հանուն սրբության միացյալ մեր պատերազմը շարունակենք։ Անոր համար շատ ապրի Սուրբ Էջմիածինը, գեցե հայոց, ամենայն հայոց կաթողիկոսը, նորին սրբություն, դեր քարեքին երկրորդ սրբազնակույն կաթողիկոսը, գեցե հայ արաքելական եկեղեցին, գեցե անոր մեջ վաստակ ունեցա բոլոր եկեղեցական եւ աշխարհական մեր զավակները, որովհետեւ մեծ սուրբ բայկարիմը մեկ կողմեն փռնացենք եւ անոր հետ կբարձրանանք, անոր հետ կվսեմանանք։ Կանցնին այս օրերը Աստված միշտ հաղթական պիտի ելնե։ Աստուծո հետ եղեք, սիրելիներ, երբեք չեք կորսնիր, կրնան մերցներ, բայց չեք կորսնցներ։ Դեր Հիսուսը ասավ, եթե պիտի վախնակ, վախցեք, մարմինը եւ հոգին գործանելու կարող եղող Աստծուն է։ Ոչ թե միայն մարմինը մերցնող, այլ հոգին փամ մչնող մարդոցն է։ Այո, սիրելիներ, դոն է, մեր հայրերը դոն սարկացեն Սուրբ Էջմիածնի դաջարին գերդումը եւ անոր հետ առնչված այդ մեծ նույնիսկ աշխարհի պատմության հետ առնչված թեփքերը, որովհետեւ մենք երբեք չմոռնանք, հբարդանանք, այդ քաղաքարներու շուրջ միանանք եւ շարունակենք մեր պատմական քոյադևելու ճամփորդությունը, թեպի լույս, թեպի հավերժություն, թեպի հարություն, թեպի հավիտենական կյանք։ Դեր օրհնե ծեր բոլորը